Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ապրիլի 22-ի լրահոսն է ամփոփում օրակարգի լրատվականը։ Բարի երեկո, ահա թե ինչ ենք պատմելու այս թողարկմանը։ Լավ լուսավորություն, վատ տրանսպորտ ու աղբահանություն, ում են նախընտրում երևանցիները Երևանի քաղաքապետի պաշտոնում, Gallup International-ի հարցումը։ 5 տարուց արտահանումը կգերազանցի ներմուծմանը, վարչապետին են խոստացել զարգացման ու ներդրումների նախարարությունում։ Փայտահատների ուրվականներ են շրջում նաև Տավուշում, ծառերի սպանդի դեպքով մարզային դատախազությունը քրեական գործ է հարուցել, կան կասկածյալներ։ Նվազեցնել գյուղվարկավորման տոկոսադրույքը, ավելացնել վարկերի ծավալը, գյուղնախարարության նոր ծրագրով մեծ աջակցություն կստանան զարգացման բիզնես ծրագիր ունեցողները։ Ամերիկյան 45-րդ նահանգը 50-ից հայոց ցեղասպանությունը նահանգապետի մակարդակով ճանաչել է Վայոմինգը։ Եվ ֆավորիտների հարցում անորոշությունը շարունակվում է, Ֆրանսիայի նախագահի ընտրության արդյունքների կանխատեսումներ չեն հնչում, նաև լռության օրը։ Սկսենք պաշտոնական լրահոսից։ Հայաստանը բարձր է գնահատում Եվրամիության հավասարակշռված դիրքորոշումը Արցախյան հարցում, ասել է նախագահ Սարգսյանը Եվրախորհրդի падգամավոր Ֆրանկ Էնգելի հետ հանդիպմանը։ Լյուքսեմբուրգցի падգամավորը Եվրախորհրդարանում ղեկավարում է Արցախի հետ բարեկամության խումբը եւ հաճախ է լինում մեր երկրում։ Արցախայության տրամադրություններն ու ձգտումները առաջին ձեռքից պարզում։ Սերժ Սարգսյանը նկատել է, որ Եվրոպական խորհրդարանը մեծ եւ կարեւոր լսարան է, իսկ Արցախյան խնդրի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու տեսանկյունից Ֆրանկ Էնգելը մեծ գործ է անում։ Պետության ղեկավարն ու Եվրապադգամավորը խոսել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին։ Դրանք զարգանում են, նշել են նրանք, ինչի արդյունքն է Հայաստան-Եվրամիություն ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի նախաստորագրումը։ Իդեպ Ֆրանկ Էնգելը շուտով Հայաստանի փեսա կդառնա։ Armenpress-ի հետ զրույցում Եվրախորհրդի падգամավորը ասել է, որ ապագա կնոջ Տաթևի հետ հանդիպել է ինքնաթիռում սիրահարվել Տաթևի վանքում։ Զույգը որոշել է 2 հարսանիք անել Արցախում եւ Հայաստանում։ Շարունակում ենք թողարկումը։ Տնտեսական խոստումներով ու հուսադրող թվերով են վարչապետ Կարեն Կարապետյանին ընդունել զարգացման ու ներդրումների նախարարությունում։ Ասել, որ 5 տարուց արտահանումը կգերազանցի ներմուծմանը։ Որ ոլորտն է այս պահին արտահանմամբ չեմպիոնը, Արմինե Ուդումյանի ռեպորտաժում։ Հուսադրող աճ բոլոր հիմնական տվյալներով զարգացման ու ներդրումների նախարարությունում կառավարության ղեկավարին տնտեսական ակտիվության աճի 6.5% ցուցանիշով են դիմավորել։ Տարվա առաջին եռամսյակում արդյունաբերությունն աճել է ավելի քան 16, արտահանումը 16.5%-ով։ Ավելին, այստեղ հավակնոտ արտահայտություն են արել, թե ընդամենը 5 տարուց արտահանումը կգերազանցի ներմուծումը։ Շատ ուժեղ, լավ պնդում եք անում։ Դրա տակից դուրս են գալու։ Ու գիտեք ինչն ենք լցնելու, ու գիտեք ներմուծումից ինչն ենք պակասացնելու։ Փոխնախարարը պնդել է խոստումը եւ արտահանումը կաճի եւ աշխատատեղեր կավելանան։ Տարեկան արտահանումը պետք է կազմի ոչ պակաս քան 20%, եւ այդպես էլ կլինի աճ։ Եվ 2017-18 թվականների համար մենք կարծում ենք, որ 15,000 բավական նոր աշխատատեղեր ստեղծված կլինեն։ Մասշտաբային ներդրումներով, գրաված նոր շուկաներով ու կանխատեսվող 56 միլիոն դոլարի արտահանումով թեթև արդյունաբերությունը բնորոշվել է վարչապետի սիրած բառով չեմպիոն, մանավանդ որ հեշտությամբ կարող է փոխարինել թուրքական ու չինական տեքստիլին։ Մեր հիմնական նպատակը ինչ է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարողանա բավարարված լինի իր ազատությունները, անվտանգությունը, պաշտպանվածությունը, նաև սոցիալական կենցաղային։ Դրա համար պետք է աշխատատեղ ստեղծել, օրենք եւ այլն։ Աշխատատեղի վրա ամենամեծ ազդեցությունը արտահանումն է։ Ուստի դասակարգել, արտահանումն ինչ, ներմուծման փոխարինումն ինչ ազդեցություն ունեն այդ ամենում։ Վարչապետը չի թույլատրել նոր ներդրողների ներգրավման պահանջը։ Վերջին 3.5 ամսում 224 պոտենցիալ ներդրող է դիմել նախարարություն։ Քանի հոգու գործնա ստացվել։ 150-ից 26 հոգու գործը ստացվել է, աղբոքն ընթացքում։ Այսինքն 5-ից 1-ի գործը տրամաբանական է, ունի շարունակություն։ Այո։ Կշարունակեն ներդրող տնտեսվարողների համար կառավարությունից ԱԱՀ-ի հետաձգման արտոնություններ խնդրել, որին վարչապետը դեմ չէ։ Նաև 43 նոր միջոցառում քայլ կանեն դեպի doing business-ում տնտեսության վարկանիշի բարելավումը, չնայած տարածաշրջանում լավագույն երկրորդն ենք։ Արմինե Ուդումյան, օրակարգ։ Տավուշում հարյուրավոր ծառեր են կտրվել ապօրինի, բնապահպանները հաշվել են 34 միլիոն դրամի վնաս է հասցվել բնությանը։ Տավուշի դատախազությունում քրեական գործեր են բացվել, իրավապահները կփորձեն պարզել, ովքեր չեն թողնում, որ ծառերը կանգնած մահանան։
100 ծառի սպանդ, հիմնականում հաճարենի, բոխի, կաղնի, Դիլիջան ազգային պարկի անտառներում ապօրինի հատումների հետքերն են, որոշ տեղերում գործը ավարտին չէին հասցրել։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի, Տավուշի մարզպետարանի, մարզի դատախազության եւ բնապահպանության աշխատակիցների հետ համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվեցին բազմաթիվ ապօրինի հատված ծառի կոճղեր։ Պետությանը հասցված վնասը մոտ 19 միլիոն դրամ է։ Տավուշի մարզային դատախազությունը հարուցել է քրեական գործ։ Քրեական գործը ներկայումս ուղարկվել է քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն նախաքննություն կատարելու։ Սա ծառաջարդի միակ դեպքը եւ քրեական գործը չէ։ Իջևանի անտառտնտեսության տարածքում եւս կոճղեր կան, հատվել է 22 ծառ։ Պետությանը պատճառած նյութական վնասը կազմել է 866.760 դրամ։ Դատախազի ձեռքի տակ էր նոր ստացված փաստաթուղթը, դարձյալ Իջևանի անտառտնտեսությունում 84 ծառի կորուստ, մոտ 14 միլիոն դրամի վնաս։ Այս նյութերը ուղարկելու է Տավուշի մարզային վարչություն, ոստիկանություն, նախապատրաստվելու է նյութեր։ Քրեական գործում առայժմ անուններ չեն նշվում, կան կասկածյալներ։ Քրեական գործի արդեն վերջնական լուծման ընթացքում կտրվեն բոլոր անձանց, ինչպես հատումներ կատարած, այնպես էլ համապատասխան անտառտնտեսության աշխատակիցների, եթե կլինի նաև նրանց թերություններ, ապա նաև բոլորին կտրվի համապատասխան իրավական քրեական գնահատականներ։ Վիկտոր Գրիգորյանի խոսքով չեն անտեսում մամուլի որևէ հրապարակում, անտառը խնայելու գործում ակնկալում են նաև քաղաքացիների աջակցությունը, ստուգայցերը շարունակվում են։ Գայանե Թամամյան, Մհեր Թամրազյան, օրակարգ։ Երկրի գլխավոր բնապահպանը հայտնել է, որ 34,000 հեկտարանոց Դիլիջան ազգային պարկը պետությունը կփորձի հսկել տեխնիկական նորագույն միջոցներով, նաև միջազգային գործընկերների օգնությամբ։ Արծվիկ Մինասյանը երիտասարդ ակտիվիստ բնապահպանների հետ քննարկել է Գոշ լճի խնդիրները։ Տարածքում այժմ վիճակի գնահատման ծառայողական քննություն է։ Նախարարը բացառել է այնտեղ որևէ գործողության իրականացում, որը կվնասի լճի եւ տարածքի էկոհամակարգին։ Կասեցնելով այս գործողությունը եւ նույն վարչակալի հետ քննարկումներով վստահաբար կարող եմ ասել, որ բացառելու ենք որևէ գործողություն, քանի դեռ չկա համապատասխան ծրագիրը, որը չի անցել պատշաճ փորձաքննությունը։ Հաջորդ թեման, որ ֆերմեր լինելը դառնա շահավետ, կառավարությունը պատրաստ է սուբսիդիաներ տալ շահութաբեր ծրագրերին։ Ֆերմերները վստահ են բարձրորակ բանջարեղեն են աճեցնում, իսկ Արեն Կարապետյանը հիշեցնում է, ձեզնից բացի այլ համախոհներ չունենք։ Ֆերմերները կառավարություն են գնացել իրենց բնորոշմամբ ֆանտաստիկ արդյունքներով։ Արդեն 12 տարի Հայաստանում աճեցվում է բարձրարժեք բանջարեղեն։ Բարձրարժեք, այսինքն դա ինչ է, բրոկոլի, ջին։ Բրոկոլի կինոա ցուցակը կա, մոտավորապես 35 տեսակ կա, արտիշոկ պրաս ասող եւ այլն։ Գյուղատնտեսները նաև երկրի տարբեր գոտիներում, Սևանում, Ապարանում, Լոռիում, Շիրակում փորձեր են արել ու անհավանական բերք ստացել։ Աբարանում երկրորդ բերք ստացվել։ Աբարանի Վարդենուտ գյուղում օգոստոս ամսին բրոկոլի ատրվել եւ մինչեւ Ձանգալը բերք հավաքվել, որը Միջազգային շուկայում գաստրոնոմիական էլիտայի պահանջի ցանկը գլխավորող բանջարեղենը ժամանակն ապացուցել է լավ է աճում Հայաստանի պտղաբեր հողում։ Գյուղնախարարությունը գոտևորում է ռեսուրսները։ Այս զոնինգը որ անենք, որ մենք մեր գյուղացուն կրթենք ֆերմերին, բայց մեզ բոլոր տեղերը վարակի նման անհրաժեշտ են դուք, որպեսզի այդ հաջող օրինակը ցույց տաք։ Վարչապետ Կարապետյանը ֆերմերներին հորդորել է օգտվել ձևավորված հարթակից ու զարգացման նոր առաջարկներ տալ։ Նա վստահ է, գյուղնախարարությունը հստակ գիտի, որ խնդիրը լուծել ոլորտն արդյունավետ ու ժամանակակից դարձնելու համար։ Ամբողջ մեր ծրագրերը ուղղված են լինելու կոոպերացիայի զարգացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը, գյուղ տեխնիկայի բերելուն եւ ֆերմերների զարգացմանը։ Ինչ խնդիրներ ունեն ֆերմերները, ինչն է խանգարում ավելի հաջողակ լինել։ Բանաձևը վարչապետին հայտնի է, առանց զարգացած կոոպերացիայի գյուղնախարարությունն ապագա չունի։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ֆերմեր լինելը դառնա ձեռնտու։ Իսկ սուբսիդիաներ կառավարությունը կշարունակի հատկացնել, բայց պայմանով, որ հետո ֆերմերային տնտեսությունը պետք է դառնա շահութաբեր։ Ձեզանից ինչ եմ ակնկալում։ Դուխով մտնեք այս ծրագրի տակ, ինտենսիվ արգիա, կաթիլային ա։ Պետք է որակ փոխենք, ձեզանից բացի այլ համախոհներ չունենք, ֆերմերներին ասել է երկրի վարչապետը։ Արմինե Ուդումյան, օրակարգ։
Բիզնես ծրագրերին մասնակցած ֆերմերները վարկեր կստանան նոր պայմաններով, պայմանավորվել են գյուղնախարարն ու Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի ղեկավարը։ Որոշվել է նվազեցնել գյուղվարկերի տոկոսադրույքը, ավելացնել տրվող գումարի չափը։ Գյուղացուն այս ծրագրերին մասնակցելու հարցում նորաստեղծ գյուղատնտեսական հիմնադրամը կօգնի, այն փոխարինում է խորհրդատվական ձեզ հայտնի մարզային կենտրոններին։ Հաճախակալ դիգան գյուղացուն հանդիպեն մասնագետները, գյուղացուն ասեն, ժամանակին սրսկեն, ժամանակին վարության կանեն։ Լավ թե վատ խորհրդատվությամբ ժամանակին գյուղացուն փորձում էին օգնել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները, այս տարվանից դրանք էլ չեն գործի, բայց մասնագետները անգործ չեն մնա։ Խորհրդատվական բլոկը հիմա կենտրոնացվել է գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում։ Հայաստանի գյուղատնտեսությունը սոցիալականից անցում է կատարում արտադրականի, փոքր հողակտորներով գյուղատնտեսությունը հեռանկար չունի, համոզվել են մասնագետները, պետական լուրջ աջակցություն կստանան նրանք, ովքեր զարգացման բիզնես ծրագրեր կունենան։ Իմաստը նա է, որ մենք թողարկենք մրցունակ գյուղատնտեսական արտադրանք, նաև ավելացնենք ծավալները։ Գյուղատնտեսական վարկերի ծավալները կավելանան, տոկոսները կնվազեն նրանց համար, ովքեր բացի հեռանկարային բիզնես ծրագրից կմասնակցեն հիմնադրամի թե ֆինանսական եւ թե արտադրական դասընթացներին, այսուհետև խորհրդատվություն կիրականացնեն agrarային համալսարանի դասախոսները։ Դասերից մեկը լավ է սերտել մասնագիտությամբ անասնաբույժ, սակայն բանջարաբույժ դարձած գիտությունների թեկնածուն։ Մեր մեծերը ոնց են ասում, որպես ուզում ես ինչ-որ արդյունք պետք է առավել շուտ արտանաս, շատ չքնես։ Եթե քնածել կմնաս։ Մենք գաղափարի սկզբից պետք է լինենք ֆերմերի կողքին, որպեսզի ուսուցումը ասի, նաև հետագայում նաև իրականացման ընթացքում։ Ֆերմերներին ուղղված ֆինանսական աջակցությունը կլինի հասցեական, բիզնեսի զարգացման ամբողջ ընթացքում, փուլ առ փուլ։ Վահե Կոստանդյան, Սուսան Բադալյան, Էդգար Դավթյան, օրակարգ։ Հայկական շուկան տակնու վրա արած լոլիկի պատմության մեջ նոր հարցեր են առաջանում։ Ինչպես ստուգել լոլիկի ռիսկայնությունը, եթե այն պաշտոնապես Հայաստան չի մտել։ Արդյոք թուրքական արկղերում հայկական լոլիկ է։ Պատասխանները մասնավորից ու պետականից հավաքել է Հերմինե Բաղդասարյանը։ Ինչ արժի։ Լոլիկը միայն առնող ծախողին չէ, սպառողական մի ամբողջ շուկա է իրար խառնել։ Պատճառը թուրք արտադրողի օրերս հնչեցրած խոսքերն են, թե թունավոր սրսկումով պոմիդորն իրենք վաճառում են հայերին ու քրդերին։ Այո, Հայաստանը բաց է թուրքական վտանգավոր միրգ բանջարեղենի առաջ, նորից ահազանգ հնչեցրեց Դավիթ Պիպոյանը։ Թվարկում է քիմիական շեղումները, որ սահմանից այն կողմ աճեցվող կոնկրետ լոլիկում հայտնաբերել են հենց թուրք գիտնականները։ Հայտնաբերվել են էնդոսուլֆան ալֆայի եւ բետայի, ինչպես նաեւ տետրադիֆոնի ուրեմն պարունակություններ։ Այն, որ հիալչինի ու տուրգուտի զեկույցը նախորդ տարվա է ու ինչ-ինչ վերջին լուրի հետ կապ չունի, Պիպոյանը չի ժխտում։ Բայց տեսեք, ասում է, թույլատրելիից շատ պեստիցիդների պատճառով Իսպանիան, Ֆրանսիան, Լեհաստանն ու Բուլղարիան օրեր առաջ չեն թողել թուրքական մթերքն իրենց երկիր մտնի։ RASFF համակարգով արգելքն էլ պարզվում է նրան համար է։ Ամեն դեպքում ռիսկ է ինչ երաշխիք, որ նույն նյութերով լոլիկը չեն մշակում։ Սննդի անվտանգության ծառայությանը ստուգում չանելու մեջ մեղադրում է սպառողի շահերի պաշտպանը։ Ինչը ստուգեին, եթե ըստ Մաքսայնի Հայաստան թուրքական լոլիկ պաշտոնապես չի մտել, արդարանում են կառույցում։ Այս տարի ընդհանրապես Թուրքիայից, այդ թվում նաև այլ երկրներից թուրքական ծագման լոլիկ Հայաստանի Հանրապետություն չի ներկրվել։ Պաշտոնապես ով ինչ կպնդի, վստահելին աչքի տեսածն է, ասում է Երևանի տարբեր շուկաներից գործընկերների ուղարկած թարմ ֆոտոները ցույց տալիս Պիպոյանը։ Եթե ներկրում չունենք, Օսբերլիկի, Սեդեքսի եւ մյուս արկղերն ինչ են անում Մալաթիայի շուկայում, հարցնում է։ Ընդ որում սա այն ծավալը չէ, որ Ապորինի Ժիգուլիի թաքստոցում բերեին։ Այս թուրքական ուրեմն քյոսելողու արկղով, իրատուփով դրած մեծ սենց ինքը գալիս է, հետո դառնում է տեղական։ Դա եղավ ապացույց, զարմանում է Արթուր Նիկոյանը։ Արմավիրի փոքր ջերմոցներում շատ է տեսել, որ գյուղացին տուփերի վրա լրացուցիչ փող չծախսելու նպատակով բերքը դասավորում է թուրքական պինդ ու հարմար այդ արկղերում։ Ամբողջ օրը բարձրաձայնում են ոչ թուրքական լոլիկին, բայց նրանց փաթեթավորմամբ են ապրանքը վաճառողին հրամցնում։ Անվանական եք համարում, որ որևէ վաճառող հայկական լոլիկը ձեռք կբերի եւ կդասավորի թուրքական արկղի մեջ։ Չի բացառում։ Բանջարեղենի խանութում թե շուկայում ամենուր կարելի է հանդիպել բանանից միջև յուղի արկղերով լոլիկի։ Եթե տեղ-տեղ թուրքականը դեռ կարելի է տարբերել էժանությամբ, նույն գնի դեպքում սպառողի հույսը վաճառողի ազնվությունն է։ Այս որտե՞ի պոմիդորն է, բարև ձեզ։
Հայկական թե թուրքական լոլիկ ենք ուտում, լաբորատոր հետազոտություններ չի պարզի, թեպետ թունավոր աղմուկից հետո սննդի անվտանգությունը տարբեր վաճառակետերից 20 պոմիդոր է գնել։ Նմուշները համարակալած այժմ հատուկ սառնարանում են տեխնիկան ի վիճակի է, դրանում և կապար սնդիկ և բոլորին իրար խառնած ացետամիպրիդ քլոր պիրոֆոս փնտրել։ Կգտնեն, փորձը սկսելու են երկուշաբթի։ 6 օրվա ժամկետից հետո մենք արդյունքները կամփոփենք։ Հերմինե Բաղդասարյան, Վահե Կոստանդյան, Հակոբ Սարգսյան, օրակարգ։ Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել, քննարկվել են Երևանի կառուցապատման ու շինարարության ոլորտին մի շարք հարցեր։ Կարեն Կարապետյանը կարևորել է հին Երևան ներդրումային ծրագրի իրականացումը։ Այն կնպաստի ոչ միայն հուշարձան շենքերի վերականգնմանը, ներդրումների ներգրավմանը, այլ նաև մայրաքաղաքում շինարարության զարգացմանը։ Վարչապետը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ։ Հաջորդ քաղաքապետի մասին առաջին նախընտրական կանխատեսումը Gallup International-ը հարցումներով երևանցիների մեծամասնությունը Երևանում վերջին տարիներին կատարված փոփոխությունները համարում է ավելի շատ դրական, քան բացասական։ Սոցհարցման շոշափած մյուս տրամադրությունների ու այն մասին, թե ինչպես են բաշխվել հարցվածների ձայները, 3 թեկնածուների միջև Լուսին Մկրտչյանը կպատմի։ Երևանցիներն ամենից շատ դժգոհ են քաղաքի մաքրությունից ու տրանսպորտից, գոհ են լուսավորությունից։ Gallup International-ի վերջին հարցումների տվյալներն են։ Չի նշանակում, որ մենք պետք է 100%-ով համապատասխանեն մեր արդյունքները։ Ապրիլի 12-ից 20-ն է հետազոտությունն անցկացվել։ Հարցմանը մասնակցած 1044 երևանցիներից վերջին տարիներին Երևանի փոփոխությունները դրական է գնահատել 9.4%-ը, ավելի շուտ դրական, քան բացասական 55.2%-ը։ Նշեք վերջին 4 տարվա ընթացքում Երևան քաղաքում դրական փոփոխություններ 27.9%-ը նշել են քաղաքի տեսքի բարեկարգում, գեղեցկացում, 20%-ը նշել է բակերի բարեկարգում, նստարանների տեղադրում 17.6%։ Համայնքի ու շենքի խնդիրներից երևանցիները ամենից շատ շեշտադրել են մաքրությունն ու աղբահանությունը։ Փողոցների ու բակերի լուսավորությունից դժգոհություններ չեն հնչել։ Մենք փորձել ենք կոնկրետանալ բնակչի հուզող խնդիրներին, ոչ թե ընդհանուր քաղաքի մասով, այլ իրեն վերաբերվող, եւ 33.5%-ը նշել դա մաքրության խնդիրն է, 17%-ը մուտքերի վատ վիճակ, հասարակական տրանսպորտի խնդիրները 16.3%-ը, աղբահանության խնդիրը 15.1%։ Ամենաինտրիգային հարցին, թե առաջիկա ընտրություններում ում օգտին են քվեարկելու հարցման մասնակիցների 61.2%-ը պատասխանել է Տարոն Մարգարյանի, հարցվածների 11.5%-ը Նիկոլ Փաշինյանի, իսկ 3.9%-ը Զարուհի Փոստանջյանի։ Ինչ հատկություններով պետք է օժտված լինի Երևանի քաղաքապետը, գործունյա 29%, բոլորս լավ իմանա, թե ինչ է անհրաժեշտ քաղաքի համար 26.5%, հասկանա մարդկանց հիմնախնդիրները 25.5%։ Երևանի ավականու ընտրություններին մասնակցել պատրաստվում է 54.3%-ը, չմասնակցելու վերջնական որոշում է կայացրել 9.4%-ը։ Հարցման ընտրանքային սխալը +- 3% է։ Լուսին Մկրտչյան, Հովհաննես Քյոսեյան, օրակարգ։ Երևանի տանիքներին փողոցներում ելք կա կարգախոսն է, այս անգամ ավականու ընտրությունում։ Կանաչ տարածքներ ու կանաչ լույս վառող խելացի լուսացույցներ, ելքի նախընտրական խոստումները ռեպորտաժում։ Խոսում է երկդաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը, եւ մենք այստեղ ենք երկդաշինքի քաղաքական թիմի ներկայացուցիչներով։ Երևանի Ավան համայնքի Չարենց թաղամասի բնակիչներին մայրաքաղաքի ավականու անդամների իրենց թեկնածուներին ներկայացնելով Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում ընտրությունների օրն անպայման գնալ ընտրատեղամաս եւ ընտրել համար առաջինին։ Մայիսի 14-ին պետք է արձանագրենք, որ Երևանի ընտրողները ասել են. Երևան ջան, երկա, Երևան ջան, երկա։ Երկդաշինքը խոստանում է Երևանի ավականու ընտրություններում մեծամասնություն կազմելու եւ քաղաքապետ ընտրվելու դեպքում ավտոբուսների, տրոլեյբուսների եւ մետրոպոլիտենի ուղևորափոխադրության չափաբաժինը հասցնել 80%-ի, ներդնել խելացի լուսացույցներ, որոնք կկարգավորեն երթևեկությունը։ Երևանում ուրեմն մեկ բնակչին ընկնող կանաչ տարածքների ծավալը էականորեն զիջում է միջազգային ստանդարտներին եւ մենք պլանավորում ենք առաջիկա 5 տարվա ընթացքում առնվազն 500,000
ծառ տնկել Երևան քաղաքում եւ նրա շուրջը։ Դաշինքն առաջարկում է Երևանում կառուցել առնվազն 5 լողավազան լճակ, որպես ամառային հանգստի գոտիներ, որոնք կկառավարվեն համայնք մասնավոր գործակցությամբ։ Երևանում օրինակ հետեւյալ խնդիրը կա, որ շատ դեպքերում շենքերը, փողոցները նորմալ նշագրված չեն։ Այսինքն մարդիկ հատկապես զբոսաշրջիկների համար դա մեծ խնդրեմ է, հիմա երևանցիների համար, որ հասցե է պետք գտնել եւ հասցեն շատ դժվար է գտնել։ Մի քանի ժամ բակից բակ ոտքով անցնելով Երկդաշինքի Երևանի ավականու տեխնացուները հորդորում էին երևանցիներին մայիսի 14-ին անպայման մասնակցել քվեարկությանը եւ միանալ Երևանը շենացնելու իրենց ծրագրին։ Ինչպես խորհրդարանական քարոզարշավի ժամանակ ելքի տեխնացուն դաշինքի ծրագրերն ընտրողներին ներկայացնում էր նաև տանիքներից։ Հայկ Հովհաննիսյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ Երևանում քաղաքակիրթ առևտուր են խոստանում Երկիր Ծիրանիի ավականու տեխնացուները։ Զարուհի Փոստանջյանն ու համախոհները այսօր այցելել են շուկաներ, զրուցել մարդկանց հետ, ներկայացրել մայրաքաղաքի զարգացման իրենց ծրագիրը։ Մենք կողքդ կայնած ենք։ Մենք լիզվով ոչ թե ինչ-որ լիզվով սերտապես հենց կողքդ կայնած եմ, աղջիկ ջան։ Երկիր Ծիրանիի ավականու տեխնացուի համար քաղաքացին ավելին կաներ, ափսոս Ղուկասյանից էր։ Հեծանվայերթով հեծանվային արահետների խնդրին անդրադառնալուց հետո Զարուհի Փոստանջյանի ուշադրության կենտրոնում էր հայտնվել մայրաքաղաքային առևտուրը։ Ընդհանուր առմամբ եւ մանրածախ առևտուրը եւ շուկաների առևտուրը իհարկե կարիք ունի ընդհանուր փոփոխության։ Մայրաքաղաքի շուկաներում առևտուրը համակարգային փոփոխության կարիք ունի, ինչից սակայն եղած աշխատատեղերը չեն կրճատվի։ Մանրածախ առևտրում Երկիր Ծիրանին խոստանում է քաղաքակիրթ առևտուր եւ առևտրականների շահերի պաշտպանություն։ Եթե մենք չենք դառնալու այնպիսի պետություն, որտեղ փոքր եւ միջին բիզնեսը պետք է կազմի շուրջ 70%, ապա մենք չենք ունենալու ոչ համապատասխան դեմոգրաֆիական հարցը չենք լուծելու, մեր չենք ունենալու այդքան ժողովուրդ եւ չենք ունենալու նաեւ պաշտպանություն։ Բոլոր խնդիրները շահկապված են, ասում է Զարուհի Փոստանջյանը։ Փոքր եւ միջին բիզնեսը քաղաքի զարգացման հիմքերից մեկն է, ասում է նա։ Կարևորագույն խնդիրներից է նաեւ տեղական արտադրության սպառումը։ Մենք ինքներս լինելով սպառող պարտադիր պետք է գնենք այնպիսի ապրանքներ, որոնց արտադրությունը տեղական է, առաջնահերթը, որը չի զիջում իր որակով մեկ այլ երկրի արտադրությունից։ Մալաթիայի առևտրի կենտրոններում Զարուհի Փոստանջյանին դիմում էին ամենատարբեր հարցերով։ Երկիր Ծիրանիի նախընտրական դրույթներում բոլոր հարցերի պատասխանները կան։ Դրանք ավականու տեխնացուները խոստանում են քարոզարշավի ընթացքում հերթով ներկայացնել ընտրողին։ Վահե Կոստանդյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։ Մայրաքաղաք բոլորի սրտով հանրապետական կուսակցության ավականու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն է խոստացել Արաբկիրում։ Նա ասել է, ինքը թիմը գիտեն բոլոր խնդիրները, գործելու են հանուն Երևանի։ Երևանցին Երևանում պետք է իրեն հարմարավետ ու ապահով զգա, մարզային ու օտարերկրյա հյուրերին էլ ցույց տալու պատմելու շատ բան ունենա։ Ջանք ու եռանդ չի խնայվելու, որ քաղաքը օրորի ավելի մաքուր լինի, կանաչ ու կանչող։ Արաբկիրցիներին խոստանում է հանրապետականի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը։ Համոզված եղեք, սա մեր վաղվա օրվա Երևանն է։ Արաբկիրում գտնվող այս բակում հիշելու շատ բան կար։ Մենք 4 տարի առաջ այս բակից, Արաբկիրից սկսեցինք նաև քարոզարշավը։ Մենք այսօր կարող ենք ասել, որ ունենք հայմատականի մեջ ավելի լավ Երևան։ Բացերը քիչ չեն, մինչ օրս արված աշխատանքը եւս, ասում է Տարոն Մարգարյանը։ Իրենց թիմը ոչ մի րոպե չի դադարել ջանալ, որ քաղաքը բնակիչների եւ նրա հյուրերի համար հարմարավետ լինի։ Մենք ունենք շատ խնդիրների, հարցերի պատասխաններ, լուծումներ, որը մեր երևանցիների կողմից տասնյակ տարիներ սպասված են եղել։ Իրենց խնամքի տակ է լինելու ամեն ծառ ու թուփ, օրինազանցներն էլ ավելի խիստ են պատժվելու։ Բազմաբնակարան շենքերի խնդիրները Տարոն Մարգարյանը բոլորից լավ գիտի։ Անմաքուր շքամուտքեր, ոչ անվտանգ վերելակներ, խնդիրներ, որոնք հուզում են յուրաքանչյուր բնակչի, համատիրության թե համակարգային թերացում։ Քայլեր այս ոլորտում բարեփոխումների, կառավարման ոլորտում։ Այստեղ անելիքներ շատ ունենք։
Մեր քաղաքացին գոհ չի այս աշխատանքից։ Իր թիմի մասին խոսելիս հստակ նկարագրում է միասնական աշխատասեր երևանցու կողքին կանգնած։ Ես համոզված եմ, երևանցին ընդունում է աշխատող մարդուն, ընդունում է աշխատող թիմին, փորձառու թիմին, սրտացավ թիմին։ Փողոցից փողոց, բակից բակ, ինչպես նախկինում, հիմա էլ շարունակելու են պարզ անմիջական շփումներում ներկայացնել ծրագրերը, լսել մարդկանց։ Լիլի Դանելյան, Արմեն Անդրեասյան, Հակոբ Թումանյան, օրակարգ։ Վերելակների ամբողջական արդիականացում, սա հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի ևս մեկ դրույթ է, որի մասին օրակարգից դուրս հաղորդմանը խոսել է Երևանի ավականու ընտրություններում հանրապետական կուսակցության երրորդ համար Հովիկ Մուսայելյանը։ Վարկանիշով, քանի որ մենք B+ այդ դասակարգումն ենք ստացել, հա, վարկանիշային, դա առաջին հերթին ենթադրում է ներդրումներ, օտարերկրյա ներդրումներ, որովհետև այն մասնավոր ընկերությունները, այն կազմակերպությունները, որոնք ներդրումներ են ուզում անել քաղաքում, հա, քաղաքային տնտեսության զարգացման տարբեր ծրագրերում, իրենք միշտ նայում են այս վարկանիշային, ուրեմն դասակարգումները եւ վստահ եմ, որ Երևանը նրանց հետաքրքրությունների շրջանակում է լինելու եւ երբ որ կոնկրետ դրույթներ կան ծրագրային, որ սա պետք է արվի այսինչ ժամկետում, դուք համոզված եղեք, որ արդեն իսկ այդ կազմակերպությունները կան եւ նրանց հետ այդ բանակցային փուլը անցնում են։ Այսինքն զուտ խոստումներ չեն, տակը հաշվարկներ կան։ Զուտ խոստումներ չեն, դուք նոր իհարկե, դուք նոր նշեցիք վերելակների խնդիրը, իհարկե վերելակների խնդիրը ուղղակի տասնամյակներով այդ խնդիրը կա եւ դուք գիտեք նաեւ, որ այդ հիմնականում դա այդ վատ ժառանգության արդյունք է։ Դուք խոստանում եք, որ եթե գաք իշխանության նորից ամբողջությամբ փոխելու եք միջազգային չափանիշներին եք համապատասխանեցնելու այստեղ ամբողջական արդիականացում բառը։ Այո, այդ ամբողջական արդիականացումը ենթադրում է իհարկե դա ենթադրում է ոչ միայն վերելակների ուրեմն նոր վերելակների տեղ, այստեղ շատ կարևոր է սպասարկման խնդիրը վերելակների։ Օրակարգից դուրս հաղորդումը դիտեք առաջին ալիքի եթերում 23:15-ին։ Շարունակում ենք թողարկումը այսօր Գյումրիի բուլվարային փողոցում գտնվող Արգո խանութի մոտ հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի դին, պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով։ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Սպանության համար կասկածվող 1 անձ ձերբակալվել է։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի խոսքով նախաքննությունը փորձում է պարզել դեպքի բոլոր մանրամասները։ Մեկ լուր միջազգային օրակարգից Ֆրանսիան 15 ժամ անց նախագահ կընտրի երկրում այսօր լռության օր է 45 միլիոն ֆրանսիացի ընտրողների ֆավորիտը երիտասարդ քաղաքական գործիչ անկուսակցական Էմանուել Մակրոնն է, որի հետ գրեթե հավասար դիրքում է ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը։ Վերլուծաբանները կարծում են հենց այս երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ։ Վերադառնանք Երևան, ռեկորդային թվով այցելուններ ազգ բանակ ռազմական ցուցադրությանը։ Մարզահամերգային համալիրում երկրորդ օրն է, ասեղ գցելու տեղ չկա։ Ծանր զինտեխնիկան սելֆիի համար ամենապահանջված վայրն է, դիպուկ կրակելու ու առաջին բուժօգնության դասընթացներին մասնակցելու համար պետք է հերթ կանգնել։ Ռուզաննա Վարդերեսյանն է պատմում։ Ոսկեգույն գանգուրներով փոքրիկի մեծ ոգևորությունը վարակում էր ամբողջ շրջապատին, իրեն էլ հայրենասիրական երգերը։ Բոլոր երգերն ու տրամադրություններն անկախ տարիքից մարդկանց դեպի մարզահամերգային համալիր էին բերում։ Սերգեյ Պապն արդեն 2 օր ծրագրում էր իր այցն այստեղ եւ անպայման թորնիկի հետ։ Հերթով թորանը ցույց է տալիս մեր բանակի պարծանքի նմուշներն ու անվտանգության երաշխիքները։ Թորնիկը հարցեր է տալիս, որոնցից ոչ բոլորին է իրավաբան Պապը կարողանում անմիջապես պատասխանել։ Կրակի հեռավորությունը եւ այլստեղ բոլոր տվյալները կան։ Արամին հարցնում են, կուզեիր սրա ղեկին լինել, իհարկե ասում է, բայց Պապը շատ է զարմանում, երբ թորն ասում է, որ գրադով ոչ ոքի խփել չէր ցանկանա։ Մենք թշնամի չունենք։ Արամի հաջորդ բոլոր քայլերը կանխատեսելի են, բարձրանում է հրետանային կայանքի վրա, ավելի մոտիկից զննում ու ինչպես այստեղ եկող բոլոր երեխաները հենց հաջորդ րոպեից պատրաստ է բանակ գնալ։ Պապիկը թորնիկից շատ է ոգևորված։ Այսպես բռնիսկելի թշնամու աչքը հանեց։ Չէ՞ գալիս։ Մի երկու օր առաջ իհարկե հերոստացույցից իմացանք, որ այսպեսի
ցուցահանդես կա, ինձ մոտ շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Ամենակարևոր պատգամը, որ ուզում է Թորանը հենց այստեղ փոխանցել։ Որ նա լիներ նվիրյալ հայրենասեր, ամենակարևորը, անկախ ամեն ինչից, հայրենիքը վեր դասես, նույնիսկ ընտանիքից։ Գնդապետ Կոստանյանն ամբողջ կյանքն այդպես էլ արել է, նույնը որդուն է պատգամել, որը նույնպես հիմա հայոց բանակի սպա է։ Սովետական բանակից զորացրվելուց հետո եկա Հայաստան եւ Հայաստանում այդ ժամանակին սկսվեց պատերազմը, Արցախյան պատերազմը։ Դե հայ մարդը մուզեի չուզենայի, պետք է գնայի պատերազմ։ Հայկական բանակի կազմավորման ամեն մի քայլն ու մանրուքը անգիր է հիշում։ Հիմա այս ցուցահանդեսին հիանում է այն բոլոր հնարավորություններով, որոնք իր ժամանակ չեն եղել։ Մենք հպարտանում ենք արդեն մեր բանակով։ Գիտեք, առաջ չկար զենք, զինամթեր չկար։ Մի զենքի համար, մի ավտոմատի համար մենք գնում ենք Ռուսաստան, դերից ինչ-որ կերպով բերում ենք։ Զինվորին հիմա միայն մարտունակություն է պետք, ասում է գնդապետը, մնացած ամեն ինչն ունի, իսկ համալիրի աստիճանները մեծ եռանդով բարձրացող ու հետաքրքրասեր փոքրիկների համար ռազմական տեխնիկայի բացահայտումների օր կլինի նաև վաղը մինչև 15:00։ Ռուզաննա Վարդերեսյան, Էդգար Դավթյան, օրակարգ։ Ամերիկահայերը դեռ հույսը չեն կորցնում, որ Վաշինգտոնում հայոց ցեղասպանության թանգարան կբացվի։ Ճիշտ է, Սպիտակ տան հարևանությամբ գտնվող շենքում թանգարան ունենալու հույսը էլ չկա։ Ինչու՞, Հայկ Արամ Նահապետյանն է պատմում։ Քրքորյանը կատարեց իր տված խոստումը Գաֆէսճյան ընտանիքի հիմնադրամը ոչ, իմ ետևում գտնվող բանկի նախկին շենքում չի գործի Միացյալ Նահանգներում հայոց ցեղասպանության թանգարանը, քանի որ նախորդին Գաֆէսճյան հիմնադրամը վաճառել է շինությունը։ Թանգարանի չարչրկված թեման դատական քննության առարկա դարձավ Գաֆէսճյան հիմնադրամի եւ Միացյալ Նահանգներում հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ կառույցի միջև։ Դատարանը վճռեց Ջերալդ Գաֆէսճյանի օգտին, սակայն նրա վախճանից հետո հիմնադրամը ու ժառանգորդները հետևողական չեղան։ Եվ որ լսեցինք այս լուրը, իսկապես շատ ուրախ չեղանք, որովհետև այդ համոզումը ունեինք, որ բարոն Գաֆէսճյանը ինքը արդեն թանգարանը պիտի փանա։ Ես եւ հավանաբար աշխարհի բոլոր հայությունը նույն գարզիկին ենք, որ մեծ արիթմը, բացառիկ արիթմը գործրեցինք։ Գուցե ոչ այս շենքում, որ Սպիտակ տանից 2 խաչմերուկի վրա էր, բայց ուրիշ տեղ թանգարանի 1.5 տասնամյակի նախագիծը իրականություն դառնա, ցուցադրության կազմակերպման ու նմուշների հետ կապված զգալի աշխատանք էր տարվել, ինչի հիման վրա բացվել էր վիրտուալ թանգարանը, ու թեև հույսը մնում է, բայց շենքում թանգարան ունենալու իրական հնարավորություն այս պահին չկա։ Կմաղթենք, որ ուրիշ արիթմը կունենանք, որ այս մայրաքաղաքի մեջ այդպիսի թանգարանը փանալ, որովհետեւ հիշենք մեր նահատակները։ Փողը չկա, շենքը չկա, եւ էսի մեծ հարց է, էդի բացառիկ եզակի արիթ էր, որ այդ բոլոր դվյալները իմի եկան։ Գաֆէսճյան ընտանիքի հիմնադրամը համառորեն հրաժարվում է վաճառքի թեմայով լրագրողական հարցմանը պատասխանելուց, մինչդեռ Lincoln Property ընկերությունը հաստատում է, որ գնել են թանգարանի համար նախատեսված շենքը ու հարակից կառույցները, որոնք եւս պատկանում էին հիմնադրամին։ Ժամանակին մոտ 20 միլիոնով գնված անշարժ գույքը հիմնադրամը վաճառել է 57 միլիոնով։ Հայկ Արամ Նահապետյան, Լիլիթ Սեթրակյան, Միացյալ Նահանգներ։ Ամերիկյան 50 նահանգներից 45-րդը Վայոմինգը ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Նահանգապետ Մեթյու Միդը Հայդատի Ամերիկայի հանձնախմբին ուղարկած նամակում նշել է, մեջբերում է, բոլորի համար կարևոր է իմանալ, որ պատմությունը չպետք է կրկնվի, մեջբերման ավարտը։ Հայոց ցեղասպանության մասին խոսել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, մեջբերում է։ Մենք երբեք անտարբեր չենք մնում ատելության եւ բռնության ցանկացած դրսեւորման հանդեպ, այսօր մենք հիշատակում ենք անարդարացիորեն զոհվածների հիշատակը, ասել է նա։ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել Կանադայի ընդդիմության առաջնորդ Ռոնա Ամբրոուզը։ Այս տարելիցը հնարավորություն է գոյություն ունեցող հակամարտությունների վրա լույս սփռելու եւ ցույց տալու, որ դրանք չպետք է նման ողբերգական ավարտ ունենան, ասել է Կանադայի ընդդիմության առաջնորդը։ Ռուսական թատրոնի հայտնի աստղերն առաջին անգամ Մոսկովյան բեմում Սարոյանի «Իմ սիրտը լեռներում» ստեղծագործությունը կներկայացնեն, այն բեմադրել է հայ ազգի Ստաս Նամինը։ Մոսկվայի ազգային նվագախումբն էլ խաչատրյանական մեղեդիներ կտարածի 1915 թվականին զոհված 1.5 միլիոն հայերի հիշատակին։
Մոսկվայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է։ Այս տարին առանձնանում է մշակութային ընդգծվածությամբ։ Մենք եկեղեցու հետ որոշել ենք, որ այսուհետ Դաշնությունում սգո միջոցառումներ չենք անցկացնելու։ Այս ոճիրին մեր պատասխանը պետք է լինի մշակույթի շրջանակներում։ Մոսկվայի ազգային նվագախումբը կնվագի Արամ Խաչատրյան, ռուս դերասանները Սարոյանի սիրտը լեռներում կխաղան Ստաս Նամինի բեմադրությամբ, որն ակտիվ մասնակցում է սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը։ Ռուսական հողում եմ հասակառել, բայց սրտով հայ եմ, ասում է արվեստագետը։ Շատ խորհրդանշական է, որ երբ մենք խոսում ենք մեր ազգային վշտերի կամ տոների մասին, երկու դեպքում էլ Ռուսաստանը մեր կողքին է։ Համամարտկային նշանակության մեծարժեք ձեռագրեր, եկեղեցիներ են ոչնչացվել, կորուստն անհաշվելի է, իսկ հանցավոր անտարբերությունը դեռ որոշ պետությունների ձեռագրում է, նշում է Եզրա Սրբազանը եւ ընդգծում, անմեղ մարդկանց դեմ ոճիրը շարունակվում է մինչեւ օրս մերձավոր արևելքում։ Ես կոչ եմ անում, անտարբերությամբ մեղք մի գործեք մարդիկ, որովհետև չկա ուրիշի ողբերգություն, որպեսզի թույլ չտաք, որ այդ ողբերգությունը նաև ձեր դուռը թակի։ Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման առաջին նոտան Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հնչեցրեց Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը։ Կատարողական մեծարվեստ, բարձր հուզականություն, Կոմիտասի մանրանվագները Ասլամազյանի մշակումներով գնահատում են Դաշնությունում 14 դեսպանություններից ժամանած հյուրերը։ Մարդկանց մոտ բարձր է պահանջարկը հենց այսպիսի երաժշտության։ Ես մեծ բավականություն ստացա այսօրվա համերգից։ Արնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային ֆոնդի հետ համագործակցությամբ քառյակի համերգները կշարունակվեն Դաշնության այլ քաղաքներում։ Մերի Եգորյան, Արտակ Ղևոնդյան, օրակարգ Մոսկվա։ Խոստումը պահող հայտնիներին է միանում երգչուհի դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը։ Նա համացանցում տեսանյութ է հրապարակել Հայոց ցեղասպանությանը վերաբերող Խոստումը ֆիլմի մասին։ Մենք բոլորս պետք է մտածենք մարդու իրավունքների պաշտպանության, փախստականներին ու երեխաներին օգնելու մասին։ Ես Ջեյլոն եմ եւ երդվում եմ պահել խոստումս։ Եզակի իրադարձություն Մարսելում ֆրանսիական քաղաքում Սողոմոն Թեհլարյանի անվան հրապարակ են բացել, այն գտնվում է Մարսել քաղաքի Մոնտեբելո դյու Վալոն և Կամբոջայի անվան փողոցների անկյունում։ Գաղափարի հեղինակը հայազգի Օհան Հեքիմյանն է, անվանակոչությանը ներկա են եղել Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, քաղաքական մշակութային գործիչներ։ Իտալական Տոլֆա քաղաքը պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային այգում բացվել և օրհնվել է Արմեն Սինյանյանի հեղինակած խաչքարը։ Օրակարգի մարզական նորություններից մանրամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը բրոնզե մեդալ է նվաճել։ Հարություն Մերդինյանը նժուգաթափերում միավորների չնչին տարբերությամբ զիջել է մրցակիցներին։ Նախորդ տարվա Եվրոպայի չեմպիոնի համար սա առաջին լուրջ ստուգատեսն էր դաստակի վնասվածքից հետո։ Վաղը մերոնցից ելույթ կունենա Եվրոպայի փոխչեմպիոն Արտուր Դավթյանը հենացած վարժությունում։ Եվ խելացի մարզաձևի մասին Լևոն Արոնյանը փայլուն հաղթանակ է տարել շախմատային գերմրցաշարում։ Հայ գրոսմայստերը 1.5 միավորով առաջ է անցել ահեղ մրցակիցներից Մագնուս Կարլսենից և Ֆաբիանո Կարուանայից։ Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա ժամանակակից արվեստի միջազգային փառատոն, այն ստանդարտ է կոչվում, բայց անվանը խաբվել պետք չի։ Հասմիկ Արաքելյանի ռեպորտաժը։ Ստանդարտ ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն թույլ կտա տեսնել աշխարհը ոչ ստանդարտ դիտակետից։ Հայաստանը հուլիսից մինչև դեկտեմբեր կլինի ավանգարդ ու սյուր մտքի կենտրոնը։ Տրիենալեն հիմնական ուղղությունը վերցրել է դեպի Գյումրի։ Ես կարծում եմ, որ մենք կվերականգնենք նաև Գյումրիի բիենալեի ավանդույթները։ Հայկական տրիենալեի գլխավոր համադրողը Ադելինա Դյուբերյան ֆոն Ֆյուրստենբերգն է։ Հենց նրա շնորհիվ 2 տարի առաջ Վենետիկի հեղինակավոր բիենալեում հայկական տաղավարը 53 մասնակից երկրների մեջ արժանացել էր գլխավոր ոսկե առյուծ մրցանակին։ Հրավիրել են բրազիլիահայ մոդեռն լուսանկարիչ Գասպար Գասպարյանին, իսկ աշխարհահռչակ Էմիլիա Կաբակովան Հայաստան կգա և կստեղծագործի Մոցարտի երաժշտության ներքո։ Հայկական մշակույթի ու պատմության շունչն առնելով աշխարհի տարբեր երկրների արվեստագետները կյանք կտան նոր գործերի։ Մշակույթի հետ ինտերակտիվ երկխոսությունը կկրի Լեռան անալոգը խորագիրը։
Տրիենալեն նաև իր հետ բերում է տնտեսական որոշակի աշխուժություն, մուլտիպլիկատիվ էֆեկտ Հայաստանի համար եւ կարծում եմ, որ տնտեսվարող սուբյեկտները, մարդիկ, գործարարները անպայման աջակցելու են Տրիենալեի հետագա աշխատանքների կայացմանը։ Նոր աշխատանքներ ստեղծելու հետքերով արդեն մեր երկրում են 1 տասնյակ արվեստագետներ, նաև վերածննդի հայրենիքից, իսկ թե ինչ կստացվի, արդյունքը կներկայացրի մի քանի ամիս անց Երևանում, Բյուրականում, Կապանում եւ մշակութային մայրաքաղաք Գյումրիում։ Հասպիկ Առաքելյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Կոմիտասի սրինգը նորից կաքավիկ է երգում։ Երևանում կայացել է հնագույն նվագարաններ ֆիլմաշարի 10-րդ մասի պրեմիերան։ Նունե Ալեքսանյանն է պատմում։ Երբ հնչում է սրենգի մեղեդին, Կոմիտասի կերպարը բնականորեն ներդաշնակվում է այդ գործիքին։ Հնագույն նվագարաններ ֆիլմաշարի հեղինակը հոբելյանական 10-րդ ֆիլմը ստեղծելիս, ի սկզբանե գործիքի պատմությունն ազգային երաժշտարվեստում նրա դերը կապել է մեծ երգահանի կերպարի հետ։ Ռիտա Շարոյանը ֆիլմը վերնագրել է Կոմիտասի սրինգը ու Կոմիտասի միջոցով փնտրել գործիքը բացահայտելու բանալին։ Սրինգը մենք անցկացրել ենք Կոմիտասի միջով, այնպես ինչպես ինքն էր ապրում։ Այն Կոմիտասի, որը միշտ իր ծոցագրպանում ոչ թե սրինգը որպես նվագարան էր պահում, այլև որպես հոգի, որպես հայ ժողովրդի ղողանջ, որպես, ինչպես ինքն է ասում, դայլայլող սոխակ։ Ֆիլմի նորամուտի առիթով Ռիտա Շարոյանը փաստում է. Կոմիտասի սրինգը ստեղծել է ֆիլմաշարի համերաշխ հեղինակային խումբը, որի անդամները միմյանց կապված են ստեղծագործական ընդհանուր սկզբունքներով։ Կոմիտասը ակցենտավորեց, որ սրինգը իր կատարյալ կերպարանքով կարող է հայկական երաժշտական պատմությունը դրոշմել։ Մշակույթի նախարարության աջակցությամբ հնագույն նվագարաններ ֆիլմաշարն արդեն ներկայացրել է Ծիրանափողի, Քամանչայի, Կանոնի, Պարկապզուկի, Քնարի ու էլի մի քանի արժեքավոր ազգային գործիքների էկրանային ինքնօրինակ պատմությունը։ Եթե նախագիծը շարունակվի, հեղինակն արդեն մտածում է ազգային մոռացված նվագարանների նոր հայտնությունների մասին։ Նունե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ Երկիր մոլորակի օրը երկրի բնակչությունը պահանջում է ավելի շատ ուշադրություն դարձնել գիտությանը, պահանջը պետությունների կառավարություններին է ուղղված։ Ամբողջ աշխարհում գիտության երթին միացել են Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Շվեդիան, Ավստրալիան։ Այսքանն էր օրվա օրակարգում, մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։